էությամբ հաստոն այս ճանապարհը այդքան չի օգտագործվում, դեռ շատ վատ վիճակում է։ Ճիշտ է, խնածախով են գնում, նաև շատ երկար է Գորիսից Խոզնավար հասնելը։ Խոզնավար, Բայանդուր, այդ 3 գյուղերը, նաև Վերիշեն, այս մեր գյուղը հանրարման խնդիր ուներ։ Այդ քիչ առաջ նշածս 3 գյուղերը այս ճանապարհով ավելի հարմար, մարդիկ ավելի երկար ճանապարհով են։ Սա նաև ռազմավարական նշանակություն ունի այս ճանապարհը։ Այստեղից պոստեր, դիրքեր, տարբեր հատվածներ գնալը հենց այս ճանապարհով է միանշանակ հարմար եւ ավելի մոտիկ եւ այսուհետ մեր թե գյուղացիները, թե պաշտպանության նախարարությունը ավելի նորմալ եւ բարեկարգ ճանապարհով երթևեկեն։ Ներ համայնքային ճանապարհների Գորիս համայնքը սուբվենցիաներով ռեալմենտարի ռեկորդային ցուցանիշներ ունի միջհամայնքային ճանապարհների վերանորոգման առումով։ Հենց այս պահին 4 խոշոր ծրագիր է իրականանում 1.2 միլիարդ դրամի եւ եւս մոտ 800 միլիոն դրամի մի նախագիծ է պատրաստա, որը շուտով տենդերը կհայտարարվի։ Իսկ մնացած գյուղերի մասով ասեմ, որ Գորիս խոշորացված համայնքում այս պայդրության ոչ միայն Վերիշեն, Խոզնավար կամ Խնձորես, ներքին Խնձորես, նաև Խոտ-Որոտան ճանապարհն է կառուցվում եւ տարեվերջին Աստծո կամոք երևի կունենանք այնպիսի մի իրավիճակ, որ գրեթե բոլոր գյուղերը, քաղաքից գյուղեր հասնող ճանապարհները կլինեն բավականին բարձր մակարդակի վրա։ Եվ շինարարական կազմակերպություններն էլ բոլորն էլ փորձառու մեծ կամպանիաներ են տարածքում էլի ունեն աշխատանքներ կատարած, որակի մասով կարող եմ ասել, որ եթե համեմատենք արտերկրում բազմաթիվ երկրների հետ, այս պայծառությամբ Հայաստանի որակը բավականին բարձր է, որտեղ քիչ առաջ տեսեցի որակական առումով հարցեր եք ուղղում։ Մեր ճանապարհները երևի թե քանի որ երկար տարիներ է ինքս համայնքի ղեկավար եմ եւ ճանապարհաշինության մեջ բնականաբար ուզում թե չուզեմ ներգրաված եմ լինում։ Հայաստանի Հանրապետության ճանապարհները բավականին լավ են կառուցվում ըստ տեսակի։ Սյունիքի մարզի մասին է խոսքը թե։ Հա, դե ընդհանուր առմամբ եմ ասում, հիմա Գորիսում 7 տարվա ճանապարհներ ունենք, որ արդեն կառուցվել են, միջոց պահ որևիցե խնդիր չունենք։ Հիմա քանի որ մայրուղիներում գուցե ծանրաբեռնվածությունը շատ ավելի շատ է, որոշակի տեղեր գուցե կլինեն խնդիրներ, որովհետև կան գրունտային ջրեր, որ նախագծողները նույնպես չեն տեսնում, չեն պատկերացնում ճանապարհը սարքելուց հետո է նոր դուրս գալիս, որ այդտեղ որոշ հատվածներում ջուր կա, գրունտային ջուրը դուրս գցում եւ այլ։ Հետեւաբար կարող է հատված լինի, որ մի փոքր խնդրեմ առաջանա, բայց առհասարակ որպես կանոն բավականին լավ վիճակում է գտնվում։ Դուք խոստացել եք, որ Գորիսը Մոնակոն եք դարձնելու։ Որքան եք պաշտոնավարելու ձեզ եւ ինչ միջոցներով եք դարձնելու, ինչպես եք պատկերացնում։ Ինչքան եմ պաշտոնավարելու որոշումը ժողովուրդը։ Ամեն դեպքում իմ մոտիվացիան եւ էներգիան բավարար տեղն է իմ ցանկալի նպատակին հասնելու համար, որովհետեւ դա իմ մանկության երազանքն է եղել եւ կարծում եմ արդյունքները շոշափելի են։ Եթե դուք այս ցանցը, ճանապարհային ցանցը ավարտելուց հետո կարող եմ ձեզ հրավիրել գալ Գորիս եւ Գորիսում տեսնել, թե ինչպիսի շոշափելի արդյունքներ կան։ Երկրորդ առաջադրելու եք։ Դեռ ժամանակ շատ կա, որոշում։ Շնորհակալություն։ Պարոն Ալշանյան, Որոտանի մասին, հա, այս ճանապարհը մեծ խնդիր է լուծելու ստեղծել։ Ոչ թե մեծ խնդիր է լուծվելու, բավական մեծ խնդիր է լուծելու եւ ես կարծում եմ, որ պարոն նախարարներ անցած այցի ժամանակ ասեց եւ բավականին շատ այցեր են ունեցել այդ հատված, որպեսզի հասկանան հին մայրուղու հետ կապող օղակ ստեղծեն նորից այդ ճանապարհով։ Այնտեղ, չգիտեմ, եթե եղել եք, բավականին մեծ ժայռեր են կտրվել եւ շատ ուժ աշխատանքներ են տարել ամիսներով նախագծողները նախարարությունը այդտեղ էին ու հասկանալու համար ոնց խնդիրը լուծեն եւ դա նաեւ այնքան կարեւորություն ունի, որ Գորիսը նորից չի լինի այնպես, որ մի ճանապարհով ելք ու մուտք ունի, կլինի, որ Կապանից կամ Իրանի Իսլամական Հանրապետությունից արդեն շատ մեքենաներ հենց Գորիսի մեջով կանցնեն եւ դա Գորիսին նորից կտանի իր տնտեսական աճին, որը ուներ ժամանակին։ Իսկ հիմնախնդիրները ո՞նց եք լուծում, այնտեղ ճանապարհը բացակայում է։ Նախարարությունը 5 ճանապարհ այլընտրանքային կառուցել այդ ընթացքում, որ գալիս կպնում են
Տաթև Դորիս ճանապարհը։ Հիմա այս պայծությամբ այնպես չի, որ գյուղացիները տեղաշարժվելու խնդիր ունեն, ուղղակի խնդիրը նա է, որ այդ ծրագիրը որ այդ կառուցումը ընդամենը 5-6 կիլոմետր կարճացնելու է։ Այդ 5-6 կիլոմետր մարդիկ գալիս շուտ Դորիս հասնելու համար է կան։